Բարի և օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս, թող ողորմած Աստված իր երեսը փայլեցնի մեզ վրա, թող ողորմած Աստված արժանի ցասումը մեզանից հեռացնի և շնորհ, ողորմություն ու գթություն թափի մեզ վրա։ Տեր Աստված, դու Սաղմոս 51:17-ում ասում ես, որ քեզ համար ընդունելի զոհը կոտրված հոգին է, բեկված ու խոնարհ սիրտը, ում դու չես մերժում, ում դու չես անարգում։ Ուրեմն խնդրում եմ Տեր, որ Սուրբ Հոգովդ գործես յուրաքանչյուրիս մեջ, ընտանիքիս բոլոր անդամների, բոլոր հարազատներիս, բոլոր լսողների ու նրանց հարազատների մեջ, իմ մեջ, ամուսնուս մեջ, որ մեր սրտերը այսպիսի սրտեր լինեն քո առաջ, խոնարհ սրտեր, բեկված սրտեր, մեղքի վշտով սքացող սրտեր, որովհետև նման կերպ կոտրված սիրտը կենդանի սիրտ է քեզ համար, ընդունելի քեզ համար։ Թող մեր սրտերը պատրվեն, Տեր, որպեսզի մենք քեզ գտնենք ու հաստատուն մնանք քո մեջ ու քեզ հետ։ Թող մենք ամբողջ հոգով ու սրտով գիտակցենք, թե որքան թանկարժեք ու անգին ես դու մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս, ու մեր սրտերի բժիշկը ու մեր կյանքի Փրկիչը քեզ դարձնենք ու քո առաջ գանք ապաշխարության նվերներով։ Հիսուսի անունով աղոթեցի։ Ամեն։ Հիմա անդրադառնանք Թոմաս Ուոթսոնի Ապաշխարության վարդապետությունը գրքի մեկնաբանության և ընթերցանության շարունակությանը։ Մենք սկսել ենք խոսել ապաշխարության հզոր դրդապատճառների մասին, որտեղ հեղինակը փորձում է մեզ ներկայացնել այն հզոր պատճառները, որ խրախուսի ամեն մարդու ապաշխարելու։ Ու մենք խոսեցինք առաջինը մեր սրտի վշտացած այն մասին, որ մեր սրտի վշտացած լինելը ու մեր սրտի հալելը մեզ պատրաստում է ամեն տեսակ սուրբ գործի համար։ Երկրորդը, որ ապաշխարությունը շատ ընդունելի է Աստծո համար։ Երրորդը, ապաշխարությունը մեր բոլոր ու ամեն կարգի ծառայությունները Աստծո առաջ գովելի և ընդունելի է դարձնում։ Չորրորդ, առանց ապաշխարության ուրիշ ոչինչ մեզ չի օգնի։ Հինգերորդ, ապաշխարության ու զղջման արդյունքները համեղ են։ Վեցերորդ, երբ մենք ապաշխարենք մեծ ահռելի մեղքերի համար, մենք ողորմություն կգտնենք Աստծուց։ Եվ այսօր մենք շարունակում ենք այս թեման։ Ապաշխարությունը հոգևոր օրհնությունների դարպաս է, կամ կարելի է ասել ապաշխարությունը դուռ է բացում մեզ համար, որ ստանանք Աստծո հոգևոր օրհնությունները։ Ապաշխարությունը օգնում է մեզ հարստանալ աստվածային շնորհով։ Ապաշխարությունը պատճառ է դառնում, որ մեր հոգու և կյանքի անապատը վարդի պես ծաղկի։ Ապաշխարությունը մեր հոգին ու կյանքը դարձնում է ծաղկող պտղաբեր դաշտավայր, մարգագետին, ինչպես Նեղոս գետի վարարումից հետո էր լինում Եգիպտոսի արտերում ու դաշտերում։ Ապաշխարության արդյունքները մեր կյանքում ծաղկեցնում են, շատացնում են Աստծո շնորհը։ Ապաշխարությունը բերում է հասկացողություն մեր կյանք։ Կարդանք 2 Կորինթացիների 3:16 խոսքը։ Բայց երբ դեպի Տերը դառնան, այդ քողը կվերցվի։ Այսինքն կա անհասկացողության քող, որ մեր մտքի, սրտի, հոգու, աչքերի ու ականջների վրա է գցված սատանայի կողմից, մեղքի պատճառով։ Եվ այս անհասկացողության հոգևոր տգիտության քողը, որ ինչպես ասեցի, քաշվել է մեր հոգու ու մեր սրտի աչքերի վրա, մեր հասկացողության վրա, դա մեղքի պատճառով է, և Աստված այն հեռացնում է ապաշխարության միջոցով։ Ապաշխարությունը նաև մեր մեջ սեր է բորբոքվում։ Մարիամ Մագդաղենացին, որ իր արցունքներով լվում էր Հիսուսի ոտքերը,
Նա Հիսուսին շատ էր սիրում, նրա սրտում շատ մեծ սեր կար Հիսուսի հանդեպ, որպես փրկչի, որպես Քրիստոսի։ Ղուկաս 7:47-ում Հիսուսն ասում է. «Դրա համար ասում եմ քեզ, սրա, այսինքն Մարիամի, բազում մեղքերը ներված կլինեն, որովհետև շատ սիրեց, բայց ում որ քիչ ներվի, նա քիչ կսիրի»։ Աստված մեր հոգու մեջ դրել է վշտի արցունքները, որ մենք Սուրբ Հոգու պտուղները ջրենք դրանցով։ Գաղատացիների 5-րդ գլխի 22-ից 23-ում մենք կարդում ենք, որոնք են Սուրբ Հոգու պտուղները, որ մենք երբ դարձի ենք գալիս, դրվում են մեր մեջ։ Հոգու պտուղը այս է. սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, քաղցրություն, բարություն, հավատ, հեզություն, ժուժկալություն։ Այսպիսի բաների դեմ օրենք չկա։ Նրանք, ովքեր Քրիստոսինն են, իրենց մարմինը խաչը հանեցին կրքերով ու ցանկություններով հանդերձ, ասվում է այստեղ։ Ուրեմն ինչքան շատ ապաշխարում ենք մենք մեղքերից, այնքան Սուրբ Հոգու պտուղները, որ մեր մեջ են, զարգանում են, զորանում են, ու մենք դառնում ենք ավելի համբերատար, ավելի խաղաղ, ավելի ներող, ավելի քաղցր, ավելի հեզ, ավելի բարի, ավելի մեր կամքի վրա վերահսկող, ժուժկալ։ Եվ ինչքան մեղքի համար մենք ապաշխարում ենք, այնքան ուրեմն շատ մեր կրքերը խաչն ենք բարձրացնում։ 8. Ապաշխարությունը բերում է նաև երկրային, ֆիզիկական օրհնություններ։ Հովել մարգարեն, համոզելով մարդկանց ապաշխարել, նշում է այն բարի բաները, որ Աստված խոստանում է, որ կլինի այս աշխարհում նրանց համար։ Կարդանք Հովել մարգարեության 2-րդ գլխի 13 եւ 19 խոսքերը. «Եվ պատռեք ձեր սրտերը, եւ ոչ թե ձեր հանդերձները, եւ ետ դարձեք դեպի Տերը ձեր Աստվածը, քանզի ողորմած ու գթառատ է, երկայնամիտ է ու բազումողորմ եւ պատրաստակամ ներելու»։ Այն ժամանակ Տերը նախանձախնդիր եղավ իր երկրի համար, գթած իր ժողովրդին։ Տերը պատասխանեց իր ժողովրդին եւ ասաց. «Ահա ես ձեզ համար ցորեն, գինի եւ յուղ եմ ուղարկում, որ նրանցով կշտանաք, եւ ազգերի մեջ ձեզ այլևս նախատինքի չպիտի վերածեմ»։ Ու հասկանում ենք նախ պատճառը, ապաշխարում ենք, որտեղ մեղք ենք գործել, եւ ապաշխարում ենք իմանալով, որ մեր Տերը գթառատ է, բազումողորմ եւ պատրաստակամ ներելու։ Ու որ երբ որ ներում ենք, մենք տեսնում ենք, որ ստեղ ֆիզիկական բաներ է ասում, որ կանեն։ Ձեր յուղը կշատացնեմ, ձեր ցորենը, ձեր ալյուրը, ձեր գինին, եւ ազգերի մեջ ծաղր ու ծարանք չեք լինի։ Սա խոստում է Աստուծո բոլոր նրանց, ովքեր ապաշխարում են, որտեղ մեղքը փտեցնում է ամեն բարի բան ու ամեն բարի պտուղ մեր կյանքում։ Անգե գրքի 1-ին գլխի 6-ում ասվում է. «Շատ ցանեցիք, բայց քիչ հավաքեցիք, կերաք, բայց չկշտացաք, խմեցիք, բայց ծարավը չհագեցրիք, հագնվեցիք, բայց ոչ ոք չտաքացավ, եւ վարձկանի վարձը ծակ քսակի մեջ է գնում»։ Սա Աստված է ասում։ Եվ Աստված ասում է, այս ամեն չարիք լինում է, որովհետև մեղք եք գործում։ Իսկ ապաշխարությունը դրդում է կյանքի պտղատու ծառերը բողբոջեն ու որդատունքն էլ լավ ու մեծ պտուղ տա մեր կյանքում։ Այսինքն ապաշխարությունը մեր կյանքը բարիքներով է լցնում։ Հոբ 22-րդ գլխի 23-ից 25-ում ասվում է. «Եթե ամենակարողին վերադառնաս, կբարգավաճես, եթե անիրավությունն էլ քո վրանից հեռացնես, եթե ոսկու կտորի հետ հողի պես վարվես, օփիրի ոսկու հետ էլ հեղեղատների քարերի պես, այն ժամանակ ամենակարողը կլինի քո ոսկու կտորն ու քո փայլուն արծաթը»։ Ապաշխարելը դա վերադարձ է դեպի Աստված, եւ դա բերում է հրաշալի հունձք ու ոսկե բերք մեր կյանք։ 9. Ապաշխարությունը հետ է պահում Աստծո դատաստանները երկրի վրայից։ Երբ Աստված պատրաստվում է ոչնչացնել որևէ մի ազգ կամ երկիր, ապաշխարող մեղավորը կարծես բռնում է Աստծո ձեռքը,
որ նա այդ որոշված դատաստանը չիրականացնի, ինչպես օրինակ եղավ Նինվեում։ Նինվեցիների ապաշխարությունը դրդեց, որ Աստված իր ցասման բաժակը, որոշված դատաստանը չթափի նրանց վրա։ Կարդանք Հովնան գրքի 3 գլխի 1-10 հատվածը։ Եվ Տիրոջ խոսքը երկրորդ անգամ հասավ Հովնանին, ասելով. «Վեր կաց, գնա Նինվե, մեծ քաղաքը, եւ նրա մեջ քարոզիր այն պատգամը, որ ես կասեմ քեզ»։ Հովնանը վեր կացավ ու գնաց Նինվե, Տիրոջ խոսքի համաձայն։ Նինվեն մեծ քաղաք էր, 3 օրվա ճանապարհորդություն մի կողմից մյուսը։ Հովնանը քաղաքին մոտեցավ, 1 օրվա ճանապարհից շրջելով քարոզում էր ու ասում. «Եվս 40 օր կա, ու Նինվեն պիտի կործանվի»։ Այսինքն Աստված զգուշացնում էր 40 օր ունեք ապաշխարելու, եթե ոչ կործանվելու է Նինվեն։ Եվ Նինվեի մարդիկ հավատացին Աստծուն։ Չասեցին, ցանցառ բաներ եք խոսում, հավատացին Աստծուն եւ ծոմ հայտարարեցին, եւ մեծերից մինչեւ փոքրերը քուրձեր հագան։ Խոսքը հասավ Նինվեի թագավորին, նա վեր կացավ իր գահից եւ իր վրայից հանեց պատմուճանը, քուրձ հագավ ու նստեց մոխրի վրա, այսինքն ազգի մեծ ու փոքր, իշխանավոր, կարևոր մարդ, անկարևոր մարդ, բոլորը հավատացին Աստծո խոսքին եւ ապաշխարեցին։ Նինվեում հայտարարել տվեց թագավորի ու նրա մեծամեծների անունից հրամայեց ասելով. «Մարդ եւ անասուն, արջար եւ ոչխար, թող ոչինչ չուտեն, չարածեն, ջուր չխմեն, այլ մարդիկ ու անասունները թող քուրձ հագնեն ու բարձրագոչ աղաղակեն Աստծուն, եւ ամեն մարդ թող ետ դառնա իր չար ճանապարհից ու իր ձեռքերի անիրավությունից։ Ով գիտե, գուցե Աստված ետ դառնա եւ զղջա ու մեղմացնի իր սաստիկ բարկությունը եւ մենք չկորենք»։ Այսինքն այս մարդիկ հասկանում էին, որ Աստծո դատաստանը արդար է լինելու, որ իրենք արժանի էին Աստծո ցասմանը ու որոշեցին ապաշխարել, աղոթել, ծոմ պահել, քուրձ հագնել ու հետ դառնալ իրենց չար ճանապարհից եւ իրենց ձեռքերի անիրավությունից։ Եվ Աստված տեսավ նրանց գործերը, որ ետ դարձան իրենց չար ճանապարհից, եւ Աստված զղջաց այն չարիքի համար, որ ասել էր, թե պիտի անի նրանց ու չարեց։ Աստված չզղջաց, որ նինվեցիները լավ մարդիկ էին։ Աստված զղջաց, որտեվ ապաշխարեցին եւ ընդունեցին, որ մեղավոր են, ու որ գալիք դատաստանը իրենց վրա արդար էր ու որ իրենք արժանի էին։ Մեկ այլ տեղ տեսնում ենք, որ անգամ արտաքին ապաշխարությունը նույնիսկ զսպում է Աստծո ցասումն ու բարկությունը։ Աքաբը իրեն ծախեց ամբարշտության գործին, բայց երբ նա ծոմ պահեց ու պատռեց իր հանդերձները, Աստված ասաց Եղիա մարգարեին. «Տեսնում ես, որ Աքաբը իրեն խոնարհեցրեց իմ առաջ, եւ որովհետեւ նա իրեն խոնարհեցրեց իմ առաջ, ես էլ չարիք չեմ բերելու նրա կյանքի օրերին, այլ նրա տան վրա չարիք կբերեմ նրա որդու օրերին»։ Այսինքն Աստված հետաձգեց դատաստանը, տալով ժամանակ Աքաբին եւ Աքաբի ընտանիքին լիովին ապաշխարելու։ Ու եթե Աքաբը ու իր որդին ապաշխարեին, գուցե ողջ պատմությունը լրիվ այլ ընթացք ունենար։ Ցավոք սրտի հաջորդ գլխում տեսնում ենք, որ Աքաբը նորից չարիք է անում եւ Աստված վերացնում է նրան։ Ուրեմն եթե նման արտաքին մակերեսային ապաշխարությունը շարժեց Աստծո գութը, կարող ենք պատկերացնել, թե ինչ է անում ազնիվ, անկեղծ ապաշխարությունը, երբ մենք խոստովանում ենք մեր մեղքերը, երբ մենք ընդունում ենք, որ մեղավոր ենք, որ Աստծո դատաստանը, որ լինի էլ միևնույնն է արդար է, ու կոտրված ու վշտացած սրտով ապաշխարում ենք։ 10. Ապաշխարությունը ուրախություն է պատճառում երկնքում։ Աստծո հրեշտակները ուրախանում են մեր փրկությամբ եւ մեր ապաշխարությամբ։ Ղուկաս ավետարանի 15-րդ գլխի 10-րդ խոսքում կարդում ենք, որ Հիսուսն ասում է. «Ասում եմ ձեզ, այդպես էլ Աստծո հրեշտակների մոտ ուրախություն կլինի մեկ ապաշխարած մեղավորի համար»։ Ինչպես գովասանքը ու փառաբանությունը առ Աստված երկնքի երաժշտությունն է,
այնպես էլ ապաշխարությունը դրախտի ուրախությունն է։ Երբ մարդիկ անտեսում են Աստծո փրկության առաջարկը ու սառցակալած մնում են մեղքի մեջ, դա ուրախացնում է սատանային ու նրա դևերին, բայց երբ մարդը ապաշխարում է ու գալիս է Քրիստոսին, դա ուրախություն է պատճառում երկնքում գտնվող Աստծո հրեշտակներին։ 11. Մտածենք, թե մեր մեղքերը որքան թանկ են արժեցել Քրիստոսի համար։ Այսինքն մտածենք, թե ինչ թանկ գին վճարեց Քրիստոսը մեր մեղքերի պատճառով, Աստծո անմեղ որդին։ Ու երբ մտածում ենք այն մասին, թե ինչ գին Հիսուս Քրիստոսը վճարեց մեր մեղքերի համար, դա պիտի որ արցունքներ բերի մեր աչքերից, անտարբեր չենք կարող մնալ։ Քրիստոսը կոչվում է ժայռը, վեմը։ Դա տեսնում ենք առաջին Կորինթացիների 10-րդ գլխի 4-րդ խոսքում։ Բոլորն էլ նույն հոգևոր ըմպելիքը խմեցին, որովհետև այն հոգևոր վեմից էին խմում, որ նրանց հետ էր գնում, եւ այդ վեմը Քրիստոսն էր։ Ու երբ Հիսուսի ձեռքերը մեխերով խոցեցին եւ նիզակը խրեցին Հիսուսի կողը, նրանք այս վեմին, այս ժայռին հարվածեցին, ու Հիսուսից բխեց ջուրն ու արյունը։ Եվ այս ամեն բանին Քրիստոսը համբերեց ու տարավ մեզ համար։ Մարդկությունը մենք, ես ու դու, ճաշակեցինք խնձորը, արգելված պտուղը, մեղքը։ Իսկ Քրիստոսը համտեսեց քացախը եւ մաղձը։ Մենք մեղք ենք գործել կյանքի բոլոր բնագավառներում, իսկ Քրիստոսի արյունն է թափվել, նրա յուրաքանչյուր երակից, այսինքն նրա կյանքն է հեղվել մեզ համար։ Կարող ենք չոր, անարցունք աչքերով նայել տառապող Փրկչին, մտածել նրա մասին։ Արդյոք մենք չպետք է ափսոսանք, զղջանք, ապաշխարենք մեր մեղքերի համար, որոնք Քրիստոսին դարձրին վշտի մարդ։ Եսայի 53 գլխի 3-ում սա է ասվում Քրիստոսի մասին։ Անարգված եւ մարդկանցից մերժված, նա վշտերի մարդ էր ու ցավերի ծանոթ, որպես մեկը, որից երես են դարձնում մարդիկ։ Նա անարգված էր եւ մենք նրա հանդեպ համարում չունեինք։ Գիտեք, հաճախ մենք չենք ապաշխարում, որովհետև թույլ չենք տալիս մտածել Քրիստոսի մասին, նրա տանջանքների մասին։ Մեր աչքերը արագ անցկացնում ու հեռացնում ենք, որպեսզի չխորանանք ու չմտածենք։ Արդյոք մեր այլասեռությունները, այս բարոյական քայքայումը, հոգևոր դեգրադացիան, մեր մեղքերը, որոնք պատճառ եղան, որ Հիսուսի արյունը թափվի, չպետք է մեր ապաշխարության արցունքները առաջացնի մեր մեջ։ Միթե պիտի շարունակենք խաղալ ու ընկերություն անել մեղքի հետ եւ դրանով կարծես աղքսել Քրիստոսի վերքերին։ Ապաշխարությամբ մենք կարող ենք նորից խաչել մեր մեղքերը։ Հրեաները Պիղատոսին ասացին Հովհաննես 19:12-ում. Եթե նրան Հիսուսին ազատ արձակես, այսինքն չխաչես, կայսրի բարեկամը չես։ Ուրեմն եթե մենք ազատ թողնենք մեր մեղքերը, դրանց դեմ չպատերազմենք, դրանց համար չապաշխարենք, մեր մեղքերը սիրենք ու արդարացնենք, ու մեր մեղքերը ու մեր մեղքերին դրդող մեր մարմնական ցանկություններն ու կրքերը խաչը չհանենք ամեն օր, ապա մենք եւս Քրիստոսի ընկերները չենք։ 12. Մեր ապաշխարությունը Աստծո ուղարկած կամ Աստծո կողմից թույլ տված բոլոր չարչարանքների, նեղությունների ու փորձությունների նպատակն է։ Լինի դա հիվանդություն, լինի դա հարստության կորուստ, բիզնեսի կորուստ, ֆինանսական դժվարություններ, ինչ ուզում է լինի։ Աստված նեղություն է թույլ տալիս, ուղարկում, որպեսզի նա արթնացնի մեզ մեր մեղքերից, մեր հոգևոր այդ թմբիրից եւ դրդի, որ ապաշխարության արցունքները հոսեն մեր մեջից։ Ինչու Աստված առաջնորդեց Իսրայելին այդ 40 տարի անապատում անցկացնելուց, որտեղ թունավոր օձերը նրանց կծեցին, ամեն տեսակ չարիք եկավ, որպեսզի Իսրայելի ժողովրդին խոնարհացնի։
Այս նպատակը պարզ գրված է Աստվածաշնչում և Աստված նույն կերպ է վարվում ամենքիս հետ։ Բ օրինաց 8:2 ասվում է. հիշիր այն ամբողջ ճանապարհը, որ քո Տեր Աստվածը 40 տարի մանածեց քեզ անապատում, որպեսզի քեզ խոնարհեցնի, քեզ փորձելու համար և իմանալու, թե ինչ կա քո սրտում, և թե կպահես արդյոք նրա պատվիրանները, թե ոչ։ Ինչու Աստված Մանասեին այդքան ցածրացրեց, ստորացրեց, փոխելով նրա ոսկյա թագը երկաթե շղթաների հետ, որպեսզի Մանասեն խոնարհվեր ու ապաշխարել սովորեր։ Բ մնացորդաց 33 գլխի 11-13-ում կարդում ենք. Տերը նրանց դեմ Մանասեի ու Մանասեի թագավորության դեմ բերեց Ասորեստանի թագավորի զորագլուխներին, որոնք Մանասեին բռնեցին կարթերով, նրան կապեցին պղնձե կրկնակի ոտնակապերով ու տարան Բաբելոն։ Ու երբ Մանասեն նեղության մեջ էր, Մանասեն փնտրեց իր Տեր Աստծուն և շատ խոնարհվեց իր հայրերի Աստծո առաջ։ Մանասեն աղոթեց Աստծուն, և Տերը ընդունեց նրա աղոթքը, լսեց Մանասեի աղաչանքը և Մանասեին վերադարձրեց Երուսաղեմ իր թագավորությանը, և Մանասեն իմացավ, որ Տերն է Աստված։ Ուրեմն, երբ մենք ապաշխարում ենք, խոնարհվում ենք մեր մեղքերից, Աստված մեզ վերականգնում է, Աստված չի ուզում, որ մենք կործանենք, բայց ցավն ու տառապանքը թույլ է տալիս, որպեսզի մենք չկործանվենք, որ արթնանանք։ Որովհետև երբ որ մարդը ծուլանում է, թե ֆիզիկապես, թե հոգեպես, նրա խիղճը դառնում է տկար, թույլ, թմրի մեջ, ոնց որ մահացած, անտարբեր։ Ու այդ մարդուն, այս կործանարար ծուլությունից, թմբիրից բուժելու համար Աստված այդ մարդուն անցկացնում է տարբեր նեղությունների, դժվարությունների ու փորձությունների միջոցով, որպեսզի ուշքի բերի այդ մարդուն։ Ոնց են շոկի բերում ուշքը գնացածին այտերին խփելով, վրան ջուր լցնելով, հա? Կամ մարդու սիրտը, որ կանգնած է ալնում, ինչ են անում, սրտին շոկ են տալիս, չէ՞։ Աստված էլ է այդպես անում մեզ հետ, որպեսզի դրդի մեզ վերադառնալ իրեն ապաշխարության։ Մենք պիտի հասկանանք, Աստծո համար առավել կարևորը մեր հոգին է, որտեղ մեր հոգին է հավիտենական։ Եվ դրա համար Աստված ամեն բան կանի, ամեն շոկի մեզ շոկի առաջ կկանգնացնի, որպեսզի մեր հոգին չկորցնենք։ Այսքանը այսօր։ Աստված օրհնի, պահպանի, առաջնորդի յուրաքանչյուրիս, թող իսկապես մենք ապաշխարող մարդիկ լինենք և չամաչենք ապաշխարելուց։ Եթե ինչ-որ բանով պիտի պարծենանք Քրիստոսով ու որ մենք ապաշխարող մարդիկ ենք։ Ամեն։